Բարև ձեզ հարազատներս, բժշկական թեմաներս կուտակվել են, որ պետք է ասեմ, բայց այսօր նույնպես քաղաքականությունից խոսեմ, քանի որ կարևոր մտքեր ունեմ, որ կուզեմ ձեզ հետ կիսվել։ Հիշեցնեմ, որ ես մանկաբարձ գինեկոլոգ բժշկական գիտությունների թեկնածու 21 տարի աշխատել եմ Մոսկվայի առաջատար կլինիկաներում, արդեն 2 տարի է ինչ աշխատում եմ մեր երկրում։ Այսօր հետաքրքիր ձևով օրը սկսվեց, ինչքան ասում են առավոտյան սոցցանցեր մի մտեք, բայց ես այդ սխալը արեցի, մեքենան տաքացնելու ժամանակ բացեցի էջս կոմենտներ կարդացի ու մի դատարկագլխի կոմենտ աչքովս ընկավ, որ Ռուսաստանից ուղարկված չամուսնացած չեկիստա ուղիղ 2 տարի առաջ ընտրություններից 2 տարի առաջ եկելա, որ մեզ ռուսի սապոգի տակ տանիքցի նորից չի թողում մենք մեր ինքնիշխանությունը պահպանենք, մենք այսպիսի մեծ ջանքեր ենք գործադրում, իհարկե տավանակին բլոկեցի, ինչպես մնացածներին, բայց ինչքան կջղայնանաս առավոտ շուտ, էլ չեմ հիշում երևի մասիվից միջև աստղիկ 7 րոպեում հասել եմ ինչ ասել մտքիս մեջ, գուցե բարձրաձայն, մանավանդ եթե գլխավերևում այդքան Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշներ են մեր դրոշներից ավել ծածանվում, բոլորը միասին շատ վերջում, որ արդեն հիշեցի Կոնֆուցիուսը, որ ասել է, եթե դու բարկացել ես, ուրեմն քեզ հաղթեցին, մի քիչ ինձ հավաքեցի, բայց օրս փչացրեց ու այդ ավանակներին չես կարա զանգես ինչ ուզում ես ասես, որովհետև իրանք քիչ չի ասել եմ արդեն գլուխները թուրքի տրուսիկի մեջ գցած են, թուրքերից որ այդքան վախենում են, ինձնից ինչքան կվախենան։ Չէ, դու եկեք զրուցենք, իմ տեղերս բաց են, եկեք իրար հետ տեսահոլովակ նկար անենք, գուցե դուք ավելի հայրենասեր եք, իրոք մենք բան չենք հասկանում, ասենց հանձնելով, ինձ թվում է ով ասես կարար այսքանը աներ։ Հատուկ գիտելիքներ ջիղ պետք չի դրա համար հանձնելու մեջ։ Բայց մի ահագին կարևոր թեմաներ, ինձ համար կարևոր թեմաներ կան, որ կուզեմ խոսել։ Ուրեմն մի տաքսի է նստել վերջերս, վարորդը զարմանալիորեն ճանաչեց, ես համոզված եմ, որ ինձ միայն թոշակառուկանայք են լսում, բայց ճանաչեց ու սկսեց էլի քաղաքականությունից, որ շատ վատ է, սա հանձնել են եւ այլն, ասում լավ, բա ում եք ընտրելու մարդ չկա, ասում թե որ ընտրելու մարդ չկա, ուրեմն լավն են ուրեմն իրանք ամենալավն են, վայ, չէ, իրանք պետք է հանենք, ես ընտրելու եմ Վարդան Ղուկասյանին, իսկ դուք ինձ հարցնում, ես ասեցի, դե որ ես Վարդան Ղուկասյանին երբեք չեմ կարա ընտրեմ, քանի որ ես ընտրելու եմ այն մարդին, ով պիտի ինձ ներկայացնի ամբողջ աշխարհում, Վարդան Ղուկասյանը ոչ մի ձև ինձ չի կարա ներկայացնի, սա շատ կարևոր է, որ մի քիչ նման լինի ինձ իմ ներկայացուցիչը, մեծ հարգանքով եմ ասում Վարդան Ղուկասյանին, ինքը համոզված եմ իր աուդիտորիան ունի, իր ընտրողներին ունենալու է, բայց ես չեմ այդ ընտրողների մեջ, սա ինձ համար շատ կարևոր է, եթե ինձ հարցնեն, մենակ այդ իմ մասին մտածեմ, որ ուզեմ իմ ներկայացնողը լինի գնա տարբեր երկրներ իմ անունից, դա իհարկե իմ կարծիքով Արման Թաթոյանն է, որ բայց եթե միայն իմ մասին մտածեմ, որ ինձ ներկայացնեն։ Հիմա այդ բայցը պատմեմ ինչ նկատի ունեմ այդ բայցը 2020 թվականին ընտրությունների ժամանակ մենք արդեն ասել եմ կուրսեցիների չաթ ունենք ու շատ ակտիվ զրուցում էինք, կիսվում էինք մեր մտքերով ու այդ ընտրությունների ժամանակ կուրսեցիներից մի մասը գնաց Սամվել Բաբայանին ընտրելու, մյուսը Քոչարյանին եւ այլն, կուրսեցիներից մեկը մի իմաստուն բան ասեց տենց չեք հաղթելու։ Եթե դուք ցակուցրիվ 3 այստեղ 4 այստեղ, պիտի գնաք բոլորդ մի հոգու ընտրեք, որ կարողանանք պայքարել, եթե դուք իհարկե ուզում եք պայքարել, իմ նպատակն է, որ իրոք այս ներկա իշխանությունները չլինեն, սա չեմ թաքցնում ոչ մի ձև, որովհետև ես ինչքան եմ հասկանում 5 տարով իրանք պետք է ընտրվեն, իրանց աշխատանքի արդյունքները ցույց տան, փոխվեն մի ուրիշ խումբ գա։ Իրանց արդյունքները 8 տարվա ինձ համար անընդունելի են, անընդունելի, քանի որ իմ քաղաքականությունը շատ պարզ է, հստակ է, դա հող չհանձնելն է։ Մեզ էս հողը տված է, որ մենք սա պահենք, պաշտպանենք ու սա շատ կարևոր է։ Չի համապատասխանում իրանց արածը իմ ցանկության հետ։ Ու այդ կուրսեցուս ասածը շատ ակտուալ է մինչ այսօր 2026 թիվն է, ոչ մի բան չի փոխվել։ Ինչ վերաբերում է այս տարբեր կուսակցություններին, մի կողմից շատ ուրախ եմ, որ մենք այսքան
պատասխանատու մարդիկ ունենք, որոնք այս վիճակում, այս երկիրը չեն զլանում, չեն վախենում, մեծ պատասխանատվություն են ցուցաբերում, որ ուզում են այս երկիրը վերցնեն, իմանալով, որ շատ դժվար ճանապարհ է, շատ հազար ու մի անեծքի տակ կարան ընկնեն, ինչպես արդեն հուսավ նախկինները, բայց գալիս են ու սա շատ կարևոր է ու կարող ենք այնպիսի պայմաններ ունենանք, որ ոչ մեկ չուզեր գար իշխանության, բայց տեսեք, որ կան մարդիկ, որ ուզում են այս որ ոչխարի նման չեն ապրում, չեն ասում ուտեմ, կեղտուտեմ, արդեն ասել եմ, այ ուզում են իրենց լուման ներդնեն այս երկրի ճակատագրի մեջ, այս երկրի զարգացման եւ այլն։ Սա ինձ համար շատ կարևոր բան է, որ մենք այսքան մարդ ունենք, սրտացավ, պատասխանատու, անվախ եւ ահագին հետաքրքիր կրիտերիաներով, բայց մի ուրիշ հետաքրքիր պատմություն պատմեմ, սրանից երևի 10-15 տարի առաջ էլի ինչ-որ հայրենասիրական մոտս ինչ-որ պորտկում եղավ, որոշել էի, որ Ռուսաստանի հայ բժիշկների կազմակերպություն կազմեմ, անգամ այդ կազմակերպության ծրագիրը գրված, գծած, գործերը գրված, գրեթե ամբողջ աշխատանքը կատարել էի։ Կիսվեցի նույնպես այդ չաթում կուրսեցիներից հետ, ասեցին, որ գիտես, այդպիսի կազմակերպություն արդեն կա Սանկտ Պետերբուրգում է։ Այ չէ, ինչի, իմս ուրիշ է լինի, մեր ձևով, իմ ձևով պիտի լինի, իմս ուրիշ պիտի լինի, մի խոսքով այդ շարունակում եմ այդ գործունեությունը։ Երկրորդ կուրսեցից ինձ թվում է այս տեսահոլովակում շատ եմ կուրսեցիներից խոսելու ու զարմանալիորեն էր, որ արդեն մեծ տարիքում կուրսեցիներս իմ վրա այսպեսի ազդեցություն են ունեցել, որ այսպեսի հիշվող բաներ են ասել ու երբ որ ես շարունակեցի, որ չէ, ես այդ կազմակերպությունը պիտի անեմ եւ այլն, կուրսեցիներից մեկը ասեց, այս է մեր հայերի խնդիրը, որ բոլորը ուզում են ղեկավարեն։ Ոչ մեկ աշխատող չունենք, մենք բոլորը ուզում են ղեկավարեն։ Կազմակերպությունը կա, եթե դու իրոք տենց հայրենասիրական ինչ-որ գործեր ես ուզում անես, գնա մտի այդ կազմակերպությունում քո լուման դիր, քո ուզածդ արա։ Ինչ կարիք կա նոր կազմակերպություն կազմելու։ Սկզբից իհարկե, բայց ինչ ասում են, ես որ պաշտոնից զգտեմ եւ այլն, բայց որ այդ որ ասում են փուքսս նստես, նոր հասկացա, որ ինչ իմաստություն է ասում։ Ինչ մեծ իմաստություն է դրա մեջ ու ես իմ 50 տարիների մեջ այն հասկացա, որ լավ ղեկավարը բուսաբանական այգուցել կար այս երկիրը ղեկավարի, եթե իրոք լավ ղեկավար է, անպայման չի պաշտոն լինի եւ եսի ինչ լինի, ու հիմա այդ շատ կարևոր էտապում ենք այդ ապոզիցիայի համախմբվելը շատ կարևոր է։ Շատ կարևոր է ոչ միայն երկիրը պահելու համար, երկրից բան չի մնացել, մի հատ սևանյալ լիճ է մնացել, որ պիտի պահենք։ Ու եթե էլի ցակ ու ցրիվ, երեքը գնան մեկին ընտրեն, 4-ը գնան մեկին ընտրեն, մենք էլի մնալու ենք նույն ցակ տաշտակի մոտ։ Ստեղ մի ուրիշ ձև եմ ուզում ասեմ, սա արդեն ասեցի, որ այդ մարդիկ, ովքեր ուզում են գան իշխանության, արդեն մեծ պատասխանատվություն ունեցող մարդիկ են, բայց որ ասում լավից լավ էլ կա, հոգևոր աճ կա, այսպեսի երևի մի ուրիշ տեղից գամ, կարծեմ Գարի Տրումանն է ասել, եթե չեմ սխալվում, եթե դու կարող ես հասնել ամեն ինչի, ռուսերեն երևի ասեմ, ты можешь достигнуть чего угодно, если тебе не важно, кому достанутся лавры. Սա են ավելի բարձր հոգևոր աճի զարգացման մասին է խոսում ու մենք հիմա հենց դրա կարիք ունենք, որ դուք թողեք այդ պաշտոնը, այդ որ սա շատ բնական բան է մարդու համար, որ ուզի իր անունը պատմության մեջ լինի, մանավանդ այն պատասխանատու մարդկանց համար, ովքեր մեծ ներդրումներ ունեն, մեծ աշխատանք են արդեն կատարում, իրանք իհարկե ուզում են իրանց անունը պատմության մեջ լինի, իրանց անունով լինի, իրանք ղեկավարեն եւ այլն, բայց հիմա քանի որ շատ ճակատագրական էտապում ենք, շրջապատված գերտերություններով, մեզ համար արդեն Ադրբեջանն էլ է գերտերություն։ Գերտերությունը, քանի որ մենք չենք կարող իրան հաղթենք, մեր սա հողերը տվեցինք իրան, մենք ուժ չունենք Ադրբեջանի դեմ պայքարելու, մենք շրջապատված ենք գերտերություններով։ Մեր այն վերջի, կարող է լինի վերջի, որ ասում եմ, может быть, это твой последний бой, կարող է վերջի ճակատագրական պայքարն է սա։ Ու սա միայն քրիստոնեությամբ է հաղթվում, սա հոգևոր աճի պատերազմ է, այսպես եմ հասկանում այս բանը, քանի որ զենք չունենք, պոտենցիալ չունենք, ուրիշ բացի քրիստոնեությունից, սա մեր զենքը։ Ու այս հոգևոր աճը պիտի բան անի, որ դուք ձեր այդ
պաշտոնոզել այդ ամեն ինչը ձեր եսը դնեք մի կողմ ու ձեր այդ ամեն ներդրումը միացնեք իրար ու այս երկիրը հաղթի ու ուրիշ ճանապարհով գնա։ Այն ինչ որ տեսնում եմ, ես սա ինձ դուր չի գալիս։ Դե ինձ բոլոր ապոզիցիային ասում են, սրանք նախկին են, նրանք յախկին են, սրանք ռուսական շպիոն են եւ այլն, իմ հարաբերությունը Ռուսաստանի հետ, որ բազմիցս ասել եմ, քանի որ նորից եմ ասում, ես գերտերությունների շրջապատված ենք, ու գերտերությունների համար մեկա դու ինչ ես մտածում, ռուսին ես ուզում, թուրքին ես ուզում, իրանց համար լրիվ մեկա, թու ռուս եկավ իրան ինչ պետք լինի վերցնելու է գնա, թուրք եղավ ինչ պետք լինի գնա, քանի որ իրան գերտերություններ են։ Քոնը քո միսիան ինչու՞մ է, այս հողը պահելն է, մեզ ուրիշ առաքելություն չունենք, իմ քաղաքականությունը նորից եմ ասում, պարզ այս հող պահելն է, ուրիշ բան չունենք, այս հող պահելու համար զենք է պետք։ Մեզ ով պիտի դրանցից զենք տա, բացի ռուսից։ Ռուսը կարող է տա, կարող է չտա, էս էլ կա։ Բայց հավանականությունը շատ քիչ է, որ թուրքը մեզ զենք կտա ադրբեջանցու հետ պայքարելու կամ ադրբեջանցին մեզ զենք կտա թուրքի հետ պայքարելու։ Միակ հավանականությունը ռուսն է, դրա համար ասում եմ, որ գոնե չկռվենք իրանց հետ։ Չնես չի որ մենք այն որ ասում եմ բարին мужик на барина сердился, а барин и не знал, թե չէ որ իմանար ես իմ ինչեր էր անելու, մի խոսքով մեր տեղը իմանանք, կարող է մի քիչ սխալ հասկանաք, որ քրիստոնյան ոչ մեկից չի վախենում։ Սա շատ կարևոր է, որ ասում եմ գերտերությունաբան կարող է մտածեք ինչ որ մեկից վախենում եմ, ինչ որ սա աշխարհը քրիստոնյայից է վախենում։ Բոլոր աշխարհը իսկական քրիստո, ոչ թե խաչի կախած մոնվարողից է վախենում, ոչ, իսկական քրիստոնյայից ամբողջ աշխարհը դողում է։ Ու միակ զենքը այս ամեն ինչի մեջից դուրս գալ մարդավարի, գոնե Սևանա լիճը պահելով, սա մեր այս եսը մի կողմ դնել, համախմբվել ու ամբողջ աշխարհին, չեմ ասում Թուրքիին, այս մեկին, ամբողջ աշխարհին ասել մենք ով ենք, մեր առաքելությունը որն է, ու մեր հողին չկպնեն։ Սա ինձ համար ամենակարևոր բանն է, որ կուզեի ասել։ Մի հետաքրքիր հայտնություն երևի կարելի ասել, որ ունեցա այս վերջերս, որովհետև ինձ անընդհատ հուզում էր, ոնց եղավ, որ մեզ ինչ արեցին, որ մենք եկանք սենց երկու իրար հետ չբարիշող խմբի, թրքամետներ եւ մեզ ոնց են ասում ռսամետներ, իմ ռսամետությունը արդեն ասեցի ինչն է, զենքը ով մեզ զենք կտա, ուրիշ բան չունեմ ես, ունես չի որ ռուսը ինձ գիտեմ թե ես ինչեր անելու։ Ոնց է եղել, որ մենք այսենց տարբեր երկու խմբի ենք, տարբեր չեն, երկու խումբ են կոնկրետ։ Այն որ սկզբից նոր է եկել, մտածում եմ, ասում եմ, վայ, ես ինչ արեցինք, մեր երկիրը թողեցինք անտերանտիրական, ինչը շատ ճիշտ է, մենք երկիրը թողեցինք անտերանտիրական, տերեր կան, այս երկրի փառքաստու, այս 2-3 միլիոն մարդը մնացել են, պահել են այս երկիրը, մինչև մենք դրսում անբարոյականություն ենք անում, դա ամեն օր ասեմ անբարոյականությունը, երբ որ դու հայրենիք ունենալով գնում ես ծառայում ես ուրիշ բան հայրենիք չունենաս, բայց եթե դու գնում ես անձնուրաց ծառայում ես ուրիշ երկրին, դա անբարոյականությունը քո երկրի նկատմամբ, ինչը մենք բոլորս արեցինք ու այստեղ հայտնվեցինք։ Հիմա ոնց ենք այս երկու խմբի բաժանվել, ոնց եղավ, ինչ հարեցին մեզ։ Հիմա այն սկզբից մտածում եմ, ասում եմ, վայ, այս ժողովուրդը գիրք չի կարդացել, անգրագետ է մնացել, իրանց հեշտությամբ խաբում են։ Հիմա եկա մի բանի, որ ոչ մեկի չեն խաբում։ Այն դու ում լսես, այն պրոպագանդա կլինի, թե չէ, դու քո ընտրությունն է, դու ում ես միացնում ու լսում։ Օրինակ, ես լսում եմ Միքայել Սրբազանին, ինձ համար դա աշխարհի ամենաիմաստուն իմ ժամանակակիցն է։ Ուրիշ աշխարհի, ոչ թե մեր երկրի կամ այս ինչ որ Կովկասի, ամբողջ աշխարհի, ես առավոտից երեկոն կարամ նստեմ իրան լսեմ։ Ու իրան նստացրեցի։ Քոչարյանին պետք է նստացնեին, Սերժ Սարգսյանին, բայց արի ուտես, որ Միքայել Սրբազանին նստացրեցին, որովհետև հիմա շատ ինքն է պետք։ Մեզ է պետք է ինքը։ Ես լսում եմ Միքայել Սրբազանին, իսկ ոնց է լինում, որ այն մնացածը ուրիշի են լսում։ Սա ընտրություն է, ու ես էս եմ ուզում ձեզ բացատրեմ, որ սա խաբելու մեջ չի, սա ձեր ընտրությունն է։ Այն մարդիկ, ում որ դուք լսում եք, նրանք ձեզանից ոչ մի բան չեն պահանջում, սա դուք եք ընտրում, այդ իրանց լսելը դա այդ ծույլիկների անպատասխանատու մարդկանց պահվածք է, որ ձեզ ասեն, որ մենք ձեզ համար ամեն ինչ անելու ենք, մեր ձեզ համար հայրենիքը պահում ենք, ռուսից ենք պահում, նախկինից, յախկինից, այս մեկից, մենք ձեզ համար ամեն ինչ անելու ենք, դուք հանգիստ նստեք, բան էսա, որ դուք
ոչ մի բան չանեք, ոչխարի նման ապրեք։ Իսկ ես ընտրում եմ Միքայել Սրբազանին լսեմ, որտեղ ինքը ասում է գնա ու գործի։ Քեզանից է կախված ամեն ինչ, ես հողը դու պիտի պահես եւ այլն։ Այդ այն մարդիկ, ում որ դուք լսում եք, ձեր ընտրությունն է։ Դուք եք որոշում իրանց լսեք։ Հասկանում եք, ու ըստ ձեր ծույլիկության, պատասխանատվության, այս էր ասելիքս։ Հուսամ օգտակար էր, մեծ հույսերով կհանդիպենք նորից, բարի օր բոլորիդ։